Միքայել Սրբազանի մասին երևի տեղյակ եք, որ կալանավորել են, ազատազրկել են 2 տարվա, ինչ է թե ինքը ժամանակին հարցազրույց է տվել եւ իշխանության պահով ասել է, որ պետք է իշխանափոխություն անել, հեղաշրջում անել դեռ 44-օրյա պատերազմից հետո։ Արդյոք խոսքի համար կարելի է մարդուն ազատազրկել 2 տարով։ Խոսքի համար, երկրագնդի վրա ոչ մի պետությունում, ոչ մի տերությունում այս Աշճանի գետին չեն ընկել։ Մեր ղեկավարությունը, մեր ժողովրդավարությունը գցել է այս փռելա։ Ես իմ թուրքի ոտերի տակ։ Դրա համար էլ Սրբազանի վրա այտենց հարձակում ալ։ Մեր սուրբ հավատի վրա։ Շատ սխալ է։ Արդյոք իշխանությունը վախենում է, որ նրա հետևից մարդիկ կգնան։ Իշխանությունը ինքը իր շվակից է վախենում։ Ինքը իր շվակից արդեն վախենում է։ Ցանկացած մեկին, ով որ մեր զգում է դրանից, կարող է այդ մարդու ինչ որ մեկը լսի, դրանից վախենում է։ Դրա համար էլ այդ քայլերին է գնում։ Չէ, ճիշտ չգիտեք ինչի, որ պետքա այն մարդը իրան ազատազրկի, որը ռիվ ազնիվ մաքուր է։ Նա իրավունք չունի։ Օրինակ հասարակ օրինակ Աստվածաշնչից, երբ որ վերել են մեղավոր կնոջը ուզում էին քարերով ոբշեմ սպանեին, Հիսուսին հարց տվին ասին, Մովսեսի օրենքով պետքա քար կոծելով սպանվի էլի։ Հիսուսն ասեց, բայց այդ ով որ ուզում է այդ անի, նա արդյոք արդար է։ Նենց որ այդ Միքայել Սրբազանին դատողն է, եթե արդար են, թող դատեն, բայց իրանք իրավունք չունեն դատեն, որտեղ իրանք մաքուր չեն, իրանք արդար չեն, իրանք ազնիվ չեն։ Իսկ արդյոք կարծում եք, որ նրան փորձեցին լռեցնել, որտեղ հասարակությունը իրեն կլսեր։ Դե շատ հնարավոր է։ Ընդհանրապես ինչ որ անում են, նրա համար են անում, որ հասարակությունը իրանց լռի է։ Ինչ ասեմ, ամենա ստոր բանն է ղեկավարության կողմից կատարել, խոսալու բան չկա։ Ես ինքս զինվորական եմ 28 տարի ծառայել եմ բանակում, որից 5 պատերազմի դաշտում եղել։ Այսօր լրիվ անկարգություն է, խոսալու բան չունեմ։ Այսքանով վերջացնում, որ այսօր ես ինքս բարձով եմ մտնում պատերի տակ, բայց 5 տարի պատերազմի մասնակից ու 28 տարի զինվորական հագուստ եմ քաշվել, ում համար։ Ուրիշ բաներ շատ կա ասելու, որը հնարավոր չի ասել։ Վազգեն Սարգսյանի բանի դոկումենտները մոստա Վահան Շիրխանյանի, բոլոր ղեկավարության այն ժամանակվա դոկումենտները ձեռիս է սումկայի մեջ։ Ինչ օգուտ։ 7 տարի գրում, որ տունտեղ հանձնել եմ Ռուսաստանում եկել եմ, ոչ մի օգուտ չկա։ Ում մար եմ եկել եմ Ղարաբաղի պատերազմի համար Հայաստանի, շրջափակման մեջ ընկել եմ, մի անգամ ուրեմն 44 հոգի, 1300 մարդ թուրքեր են եղել։ Ամբողջ սուտկա մնացել ենք շրջափակման մեջ, վերջը մի կերպ դուրս ենք եկել։ Ինչ կարող եմ ասել այդ պետության ղեկավարությունից այսօրվա, որ ես պատերի տակ վարձով եմ մնում, կներեք։ Արդյոք համակարգիչ էր, որ նրան ազատազրկեցին, որտեղ վախենում էին Միքայել Սրբազան։ Բանակի գվարդիաները հանձնել եկել եմ Հայաստան 88 թվականից։ Եվ ԿԿԲ-ն գիտի, եւ բանակը գիտի, եւ ներքին զորքերը եւ բոլորը գիտեն, բայց ինչ օգուտ, որ բանի տեղ չեն դնում, անցյալը ոչ մի բան չեն անում, դե ինչ ասեմ։ Ամբողջ բացասtere ձեռսա, քանի անգամ տելևիզորով ցույց են տվել, ինչ օգուտ։ Պարգևատրումներ եմ ստացել 300 ռուբլով, 5 անգամ Վազգեն Սարգսյանի կողմից եմ ստացել 100,000-ով։ Ասա Աշոտ Նավասարյանը, որ մահացավ, մահից առաջ վերջի անգամ էլի 100,000 տվեց։ Դրանից հետո մեր ճանաչող չկա, անտեր չունենք պատերի տակ։ Ասա թոշակը բարձր, ում համար է թոշակը բարձր։ Իմ ծառայության համար 28 տարի ծառայել եմ, տունտեղ հանձնել եկել թոշակը բարձրային։ Եթե վարձերի տակ վարձով եմ մնում, ես կինս երեխես վարձով ենք մնում, կինս էլ 28 տարվա մանկավարժ է, 3 հատ բարձրագույնով, իմ հետ միասին վարձով մնում ենք, այդ է մեր պետությունը այսօրվա, ինչ ասեմ։ Ես ճիշտ ասած կառավարության կողմն եմ, կառավարությունը ավելի լավ գիտի ինչ է անում, ես շատ, մեր դատարանը շատ ինձ թվում է Դաժե ինչ-որ մի տեղ ճիշտ է անում։ Շատ վատ են արել, ամոթ իրանց, զրգողներին։ Ես կարծում եմ հոգևոր մարդը պետք է հոգևոր գործով զբաղվի։ Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, եկեղեցին էլ ծայրահեղ դեպքում եմ մտնում, չգիտեմ։ Երևի չէ։ Ինչ իմանամ, այս երկրից ղեկավարությունից լավ բան ես դու սպասում։ Ասեմ, որ նախ առաջի հերթին որպես հայ ազգի ներկայացուցիչ շատ ցավում եմ։
որ այնքան են բղծվել ղեկավարությունը, այնքան են ուրիշի ոտի տակի փալած դարձել, որ արդեն մեր սրբություններն են տրորում, Աստված էլ իրաց տրորի։ Իսկ կներեք, արդյոք վախենում էին իրենից, ուզում էին լռեցնել։ Բնականաբար, ճիշտ խոսքից վախենում են նրանք, ճիշտ խոսացողից, նորմալ իրական քաղաքացուց, Հայաստանի Հանրապետության ճիշտ դաստիարակություն ստացած մարդուց իրենք վախենում են, որովհետև նման մարդիկ գիտակից են։ Հայ քրիստոնյան ինչ կարծիք պիտի ունենաս ձեզ։ Ընդհանրապես երևույթն անընդունելը խայտառակությունը։ Եթե քրիստոնյա ես համարում, խայտառակությունը։ Արդյոք նրանից վախենում էին եւ ուզում էին լռեցնել դրա համար։ Ընդհանրապես վախը հիմի դարձել է չափորը։ Չեք զգում, որ բոլոր գործողությունները վախի մեջ է հիմնված։ Վախ կա, ամենուրեք վախ կա, վերարտադրման վախ կա։ Իսկ ընդհանրապես իշխանափոխություն եղել է կամ հեղաշրջում եղել է, չի եղել։ Ես այդքան շատ չեմ հետաքրքրվում այդ ամեն ինչով, բայց իմ կարծիքը նրանում է, որ եթե ինչ-որ մի բան սխալ է կատարվել, անպայման պիտի դա քննարկվի ու ճշտվի։ Ճիշտն ասած 2 տարի առաջ նա ասել էր, որ 44-օրյա պատերազմից հետո պետք է լինի հեղաշրջում, իշխանափոխություն եւ նրան լռեցնելու համար են մեծ մասը ասում, որ նրան լռեցնելու համար են ազատազրկել։ Համաձայն եք այդ կարծիքի հետ։ Ես ընդհանուր առմամբ հեղաշրջման ինչ որ կախված է դաժանության, ինչ որ խնդիրներ այդ ոնց բացատրեմ, ընդհանուր առմամբ ես ագրեսիվ բաներ չեմ սիրում։ Ես համամիտ եմ համագործակցությանը, որ ամեն դեպքում մեր երկիրը այնպիսի դժվար իրավիճակում է գտնվել, որ այս կարգի դժգոհությունները ճիշտ չեն մեր երկրի համար։ Ես համամիտ եմ, որ բոլոր ուժերը, թե Սրբազանի հետ կապված, թե ընդդիմադիրների, թե կառավարության հետ ես շատ կուզենամ, որ միասին համագործակցեն ու ճիշտ որոշման գան, որովհետև մեր երկիրը դրա կարիքը ունի։